Քպականները, որ սադրանք են անվանում Բաքվում պահվող հայ գերիների հարցը հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգ մտցնելու ընդդիմախոսների առաջարկը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ոցաշունչ ելույթներ են ունենում, ամոթալի որակելով հայերի Բաքվում ընթացող դատավարությունները։ Էթնիկ հայերի նկատմամբ ամոթալի դատավարություն է իրականացվում, նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն։ Իրավապաշտպան կազմակերպությունները, միջազգային հեղինակավոր կառույցները խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ահազանգեր են հնչեցնում։ Ադրբեջանն անգամ Կարմիր խաչի գործունեությունն է մտադիր դադարեցնել։ Ադրբեջանցիները չեն արձագանքում եվրոպական այս կառույցում հայկական պատվիրակության մեղադրանքներին։ 2024-ի հունվարից հետո ադրբեջանցի որևէ պատվիրակ չի մտել այս դահլիճ։ Մարդու իրավունքների ոտնահարման մասին բազմաթիվ զեկույցներից հետո խորհրդարանական վեհաժողովը վիճակի բարելավման վերջնագիր էր ներկայացրել Բաքվին։ Դրանից հետո ադրբեջանական պատվիրակությունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը ԵԽԽՎ-ում։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթին երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին Բաքու այցելելու խնդրանքով, ուզում է տեղում ծանոթանալ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին։ Ես ուշադրությամբ հետևում եմ, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում։ Անհրաժեշտության դեպքում կդիմեմ երրորդ, չորրորդ անգամ։ Armen Gevorgyan from Armenia. Հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին պատասխանելիս է Բաքու գնալու իր վճռականության մասին հայտնում Օ'Ֆլահերթին։ Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների խայտառակ դատավարությունների վրա։ Դրանք հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ոչ ստորագրելու և ոչ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ։ Ընդդիմադիր պատգամավորը նկատում է միջազգային հանրությունը կառուցողական խանդավառությամբ է ողջունել խաղաղության այն պայմանագիրը, որի բովանդակությունից Հայաստանի ոչ մի բնակիչ տեղյակ չէ։ Այժմ Հայաստանում շատերն այդ գաղտնի խաղաղության պայմանագիրն ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնելու է իրական խաղաղությունից։ Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խորը անվստահություն են առաջացնում։ Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնարկ, թե որպես վերջնական պարտության խորհրդանիշ։ Թուրքիան և Ադրբեջանը երբեք էլ չեն պահպանել Հայաստանի հետ համաձայնությունները, հիշեցնում է ընդդիմադիր պատգամավորը։ Նրա խոսքով մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ այսպես կոչված հայկական հարցը փակելը պատմական հնարավորությունն օգտագործելով։ Կարնե Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։